Հայկական կինոն 90 տարեկան է։ Այս ընթացքում մեր կինոգործիչները բազմաթիվ հրաշալի աշխատանքներ են ստեղծել։ Տասնյակ ժապավեններ գրավել են նյութենական կինոդահլիճները եւ դուրս են եկել մեծ երկրի սահմաններից։ Փարաջանովը, Փելեշյանը, Մալյանը, Դովլաթյանը, Մանարյանը եւ մյուսները կարողացան աշխարհին ցույց տալ եւ համոզել, որ կա հայկական կինո։ Եվ այն ունի իր յուրօրինակ ձեռագիրը։ Ունենք լավ անցյալ եւ խոստումնալից ներկա։ Այսօր Ազատ գոտում կփորձենք կանխատեսել, թե ինչ ապագա է սպասվում հայկական կինեմատոգրաֆիային։ Այսօր թեման զարգացնելու համար մեր տաղավարում են Man Picture ստուդիայի տնօրեն կինոպրոդյուսեր Մանվել Սարիբեկյան, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ ռեժիսոր Ռուբեն Գևորգյանց, կինոռեժիսոր Արտուր Բաբայան, արվեստագիտության թեկնածու կինոգետ Սիրանուշ Գալստյան, կինոռեժիսոր Վահան Խաչատրյան եւ Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյան։ Այսօր լրագրողական խումբը Արաքս Թադևոսյանի ղեկավարությամբ նույնպես իր յուրահատուկ մոտեցում է ցուցաբերել այս կարևոր հարցին եւ կներկայացնի տեսանյութը Արաքս Թադևոսյան։ Լսել եմ ուղղակի այդպիսի արտահայտություն, կուզենայի պարզաբանում ուղղակի ցեսանից ստանալ 100 հատ ֆիլմ 100-ամյակին ընթരാճ։ Ինչ է նշանակում հատ ֆիլմ, մեկ հատ ֆիլմ։ Արդյոք անգամ մեկ ֆիլմը, բայց շատ մեծ եւ խորը իմաստով, շատ լիքը փաստարկներով, լիք արխիվային նյութերով արդեն իսկ բավարար չէր ասելիքն ասելու համար 100-ամյակին ընթരാճ։ Դե պետք է 100 հատ ֆիլմ լիներ։ Չէ, նման արտահայտությունը, չգիտեմ, հատով ֆիլմը չի կարելի երբևէ հաշվել կամ գնահատել, ամեն ֆիլմ գնահատվում է յուրովի իր տեսակի, իր որակի մեջ։ Քիչ առաջ դուք երբ որ ասացիք կինոն 90 տարեկան է եւ մենք փառավոր էջեր ենք ունեցել, փառավոր կինոգործիչներ ենք ունեցել, թվարկեցի կանոնները Փարաջանովի, Մալյանի, Փելեշյանի, Դովլաթյանի, ես իհարկե հպարտություն եմ ապրում, բայց միևնույն ժամանակ ըստ երևույթին մենք մի փոքր մոռանում ենք, որ իսկապես մեր կինոն 90 տարեկան է, 90 տարվա փառավոր պատմություն ունի, բայց հայկական այն կինոն, որ հիմա մեր երիտասարդները փորձում են մտնել այդ կինոյի մեջ, շատ երիտասարդ է։ Սովետական կինոյից հետո եղավ մի ժամանակահատված, երբ ընդհանրապես կինոյի մասին երազել չէր կարելի, պետական աջակցությամբ շատ չնչին տարեկան 1 կամ 2 տարին 1 ֆիլմեր էր արտադրվում եւ մասնավորի մասին ընդհանրապես այն ժամանակ որպես կինո արտադրող կառույցներ խոսել իմաստ չուներ, որտեղ չկային այդպիսիները։ Հետո 2000 թվականից հետո փոքր-ինչ աշխուժացավ, 2006 թվականից արդեն երբ որ ստեղծվեց Հայաստանի ազգային կինոկենտրոնը, իհարկե մեր բյուջեն պետական աջակցությունը շատ քիչ է, բայց մենք փորձեցինք ներգրավել շատ մարդկանց, շատ հատկապես երիտասարդների կինոյի ասպարեզ։ Դրա համար մտցվեցին 4 դեբյուտային ֆիլմերի հնարավորություն, ուսանողներին հնարավորություն տրվեց նկարահանումներ անել, իրենց դիպլոմային աշխատանքները, մանկական ծրագիր ստեղծվեց, գժուկ մանկական ծրագիրը, որը հնարավորություն տվեց մեկ անգամից տարվա մեջ 10-ից ավելի երիտասարդների ներգրավել կինոպրոցեսի մեջ, որը ըստ էության կարծում եմ իր արդյունքը տվեց եւ բավականին շատ հիմա մասնագետներ, բավականին շատ երիտասարդներ ներգրաված են կինոպրոցեսի մեջ եւ քանակային իմաստով, որ ասում եք, բավականին շատ ֆիլմեր հիմա արտադրվում են, այլ ուրիշ խնդիր է 100 ասում եք 100-ամյակին 100 ֆիլմ, ֆիլմ կա, որ 100 ֆիլմ արժի, 100 ֆիլմ կարող է մեկ ֆիլմ չարժենա, այնպես որ ֆիլմը պետք է գնահատել իր որակի մեջ, բոլորովին փոխվեց ձևը, մոտեցումը, ֆինանսավորումը, այն ժամանակ մի կինոստուդիա կար, որ ամեն ինչ ապահովում էր, ռեժիսորից սկսած մինչև լույսի սարքերը, այսօր պրոդյուսերական համակարգն է մտել եւ ընդհանրապես շատ թյուր կարծիք կա հիմա կինոկենտրոնի կամ պետական աջակցության մասին, որ պետությունը ֆիլմ արտադրում, սրան տալիս է, չէ, այդպես չի։ Դրա մասին կուզենայի գնահատականներ լսել նաև Տիկին Գալստյանից։ Տեսեք, եթե պետությունը աջակցում է, նշանակում է պետությունը նաև թելադրում է որոշակի գաղափարախոսություն ֆիլմերի։ Այդպես է թե ոչ։ Դեք չէ, հաստատ թելադրանք չկա։ Իսկ ընդհանրապես ես կարող եմ հետևյալը ասել, անկախ այն բանից, թե ինչ սկզբունքով են ընտրվում սցենարները, որոնք հետո պետք է ֆիլմ դառնան, անկախ այդ սկզբունքից ես պետք է ասեմ, որ լավ սցենարը դա ընդհանրապես խոստում է, որ դա կարող է լավ ֆիլմ դառնալ
եւ միշտ չի, որ այդ խոստումները կատարվում են, այսինքն սցենարը կարող է կարդա հանձնաժողովը, թե ինչպես, հա, ասենք ընտրող այդ հանձնաժողովը, կարող է լինել շատ այսպես լավ թվացող մի հետագա ապագա ֆիլմ, բայց կինոյի ամենամեծ խնդիրը հենց դա է, որ լավ սցենարը ընդհանրապես խոստում է, ընդհանրապես շանս է, որ կարող է դրանից ծնվել լավ ֆիլմ։ Մյուս կողմից իհարկե շատ ողջունելի է դեբյուտային այդ ծրագիրը, այսինքն երիտասարդներին պետական աջակցությամբ տալ հնարավորություն նկարելու գոնե իրենց առաջին կարճամետրաժը։ Բայց այդ առաջին կարճամետրաժից հետո դա ոնց որ փորձակար, ասենք ինդիկատորի պես պետք է երևա, այդ մարդուն կարելի է օրինակ էլիոս տալ։ Չնայած լինում է, որ մարդը առաջին անգամ սխալվեց, այսինքն ու հետո կարող է լավ ֆիլմ անել։ Ես չէի ուզի, որ բոլորը հույսը կապեին մեր երկրում պետական հովանավորությամբ կինո նկարելու հետ, որովհետև այդպես շատ քիչ այդպես տարին մի քանի ֆիլմ ընդամենը կլինի։ Իմ կարծիքով մեծագույն խնդրեմը պրոդյուսերական այսպես մասնավոր համակարգի համար, նրա զարգացման համար ճկուն մեխանիզմների, այսպես զարգացման մեխանիզմների բացակայությունն է։ Պետությունը աջակցում է, երբ որ պրոդյուսերը ներկայացնում է հայտ, ներկայացնում է ու կա այնտեղ ձև, լրացնում է իր ամբողջ ծրագիրը, ով է նկարահանում, ինչ կենսագրություն ունի, ինչ ֆինանսավորում է պահանջում ամբողջ բյուջեն եւ ինչ են ուզում պետությունը որ իրենց օգնի։ Եվ մեր խորհրդի անդամները գեղարվեստական խորհուրդը եթե գտնում է որ ստեղծագործական իմաստով որակապես դա արժանի է աջակցելու, մենք աջակցում ենք, այսինքն մի քիչ թյուր կարծիք կա, այստեղ պատասխանատվությունը, այս Սիրանուշ Գալստյանը քիչ առաջ ասեց, ֆիլմի որակի ավելի շատ պրոդյուսերական կազմակերպություն ներկայացնողը պիտի դա ավելի շատ պատասխանատվություն կրի, որտեղ պետությունը աջակցում է վստահելով պրոդյուսերին, վստահելով սցենարին, բայց հետո եթե ինչ-որ բան լավ չի ստացվում, արդեն մի քիչ խնդիրներ են առաջանում։ Եվ ասեմ դες, որ մեծ մասամբ հիմա Հայաստանում ֆիլմերի 90%-ը պետական աջակցություն ունեն գեղարվեստական ֆիլմերի։ Ուզում եմ հասկանալ, այդ մեծ հարիսայից օգտվելու ձեր հնարավորությունները որքան են, ձեր շերեփը երկաթի է, թե թղթե։ Մեր կինո ոլորտին վաղուց, շատ վաղուց հարկավոր է ուղղակի օրենսդրական դաշտ ստեղծել։ Որովհետև այսպես ինքը չի կարա ունենա այն հաջողությունները, նվաճումները, որ երբեմն մենք ունեցել ենք նախկինում, կամ էլ մենք ունենք այդ պոտենցիալը։ Գնահատվում է բոլորի աշխատանքը, խնդիր չկա։ Այո, կա շարժը, թեկուզ եւ ունեզրկվելով, չէ, կինոստուդիայի նաեւ առումով։ Իհարկե վերապրեցինք եւ հիմա նորից ինչ որ շարժ կա, բայց որպեսզի մենք ունենանք այն, ինչ որ մենք կարող ենք ունենալ, եթե մենք իրոք ընդունում ենք, որ մենք որպես ազգ ունենք նաև ստեղծագործական մտքի այդ պոտենցիալը հնարավորություն։ Դուք օրենքի կարգավորում եք։ Ուրեմն հարկավոր է օրենս, այո, որովհետև Ներողություն եմ խնդրում։ Մենք շատ հարցերում, երբ նոր զարգացող պետություն ենք համարվում եւ շատ հարցերում հայացքներս հառում ենք դեպի Եվրոպական Միացյալ Նահանգներ, այնտեղ արդեն որոշակի կարգավորումներ կան։ Հետաքրքիր է, Միացյալ Նահանգների ժամանակ կինոռեժիսորը, ուղղակի հարցին պատասխանի, կա այնտեղ օրենսդրական կարգավորում, պետական աջակցություն ֆիլմերի, ինչպես է այնտեղ զարգանում ֆիլմերը։ Օրենսդրական չկա, բայց պետական կինոինդուստրիան է։ Պետական աջակցություն կա։ Պետական աջակցություն միշտ էլ եղել է, մանավանդ ասենք պատերազմական ֆիլմերի մեջ, երբ որ Միացյալ Նահանգները ուզում են որևէ մի տեսակետ ժողովրդին թելադրեն, իրանք միշտ աջակցում են, բայց շատ կարևոր է, որ պետությունը ընդունի սցենարը։ Եթե սցենարի մեջ իրանք մի բան դուր չի գալի, իրանք չեն ընդունում։ Այդ աջակցությունը չեն ներկայացնում։ Իրանք կարող են, ասենք, համ դրամային, համ ասենք զենքերով, այդ իրանց հա տեխնիկական կողմերով կարող են աջակցել ֆիլմերին ու միշտ աջակցում են միջև այսօր։ Պետական քաղաքականությունը պետական քաղաքականություն քարոզող ֆիլմերի մասն է խոսքը, բայց դրանից բացի լիք այլ սցենարներ կան։ Ինչի վրա է ուրեմն գալի, ամենակարևորը ինձ թվում է շահերն է։ Կապ չունի թե դրամական աջակցությունը որ բնակավարից է գալի, ամենակարևորը շահերն է։ Եթե պետությունը աջակցում է ֆիլմին, ինքը մի հատ շահ է դրա մեջից ուզում, ասենք ժողովրդի մտածելակերպը փոխել է կամ սա ասենք ուրիշ երկրների հայացքը դեպի Ամերիկայի Միացյալ Նահանգները փոխել է, բայց երբ որ մասնավոր է գալի, անպայման, իսկ եթե ուրիշ, եթե ասենք ինքը ավելի մասնավոր ճյուղերից է գալի աջակցությունը, ամենակարևորը նորից շահերն է, որովհետև դու կարող ես, ասենք, առանց շահերի ֆիլմեր նկարահանել, մի քանի հատ, առաջինը կնկարես, երկրորդը, հետո արդեն երրորդին ավելի շատ կդժվարանա, չորրորդին արդեն ոչ մեկ չի ուզենա քեզ մոտիկանա, որովհետև հիմա այս դրությամբ, ասենք 21-րդ դարում մարդկանց գրպանները այդքան էլ փող չկա, ասենք, որ իրանք ասեն դու հան նկարի, մենք
միշտ քեզ կաջակցենք։ Կամ պիտի մի հատ բարեկամ ունենաս այտենց շատ լավ որ քեզ կարողանա օգնի։ Այդ դեպքում ոչ պետությունը, ոչ էլ մասնավոր բիզնեսմենները, որպես ասած, Ամերիկայում ինվեստորները կյանքում չեն աջակցի ֆիլմերի, որոնք որ պոտենցիալ չունեն շահերի։ Մենք դեռևս ընդունում ենք կինո որպես կինո արվեստ։ Եվ մենք ունենք մի շատ դրա համար էլ պետական աջակցություն կա, ընդ որում համարյա գրանտի տեսքով, այսինքն ոչ վարկային պատմություններով, բանը Ֆրանսիայում էլ կա այդ աջակցությունը ֆոնդերին, Ռուսաստանում էլ կա այդ ֆոնդերին, իրանք ոչ միայն տալիս են այդ art house, ասենք այդ նմանատիպ ինչ-որ ֆիլմերի, որպես կինոարվեստ, հետո վերջին հաշվով կինոարվեստը որն է։ Յուրաքանչյուր ֆիլմ ինքը ունենում է իր հանդիսատեսը, ֆիլմը կինոն դա մասսայական ցուցադրման համար է, հանդիսատեսի համար է։ Ինչքան էլ դա բարձր ինչ-որ ինտելեկտուալ մատերիալների հետ կապված լինի դա թեմա, միևնույն է ինքը իր հանդիսատեսը ունի։ Ես կուզեի ներկայացնել մեր ռեպորտաժը նաև, երբ մենք պատրաստում էինք այս հաղորդմանը, մենք փորձում էինք հասկանալ, թե այսօր կինոարտադրողները ինչ են ներկայացնում հանդիսատեսի դատին։ Ավելի շատ կոմերցիոն ֆիլմերն են պահանջարկ ունեցողները, թե ավելի շատ արվեստ ներկայացնող ֆիլմերը։ Դրա համար իհարկե ամենալավ ցուցանիշը ավելի լավ պատկերը ցույց կտան մեզ կինոթատրոնները, որոնցով այցելել է Սոսե Բաղդասարյանը եւ ներկայացնում է պատկերը։ Երևանի ամենահին կինոթատրոնը Նայրին 3 տարի առաջ կրկին սկսեց գործել։ Նախնական ծրագրով պիտի ցուցադրվեին միայն հին հայկական ֆիլմեր, բայց սպասելիքները չարդարացան, իսկ նոր արտադրվող ֆիլմերի տերերն էլ շահագրգռված չէին այս փոքր դահլիճում դիտումներ կազմակերպել։ Կինոթատրոնի տնօրեն Հարություն Հուրիխանյանի երկար բանակցությունների շնորհիվ այսօր հայկական արտադրության գրեթե բոլոր նոր ֆիլմերը մեծ էկրան են բարձրանում։ Կարևոր նշանակություն ավելի շատ հանդիսատեսի կողմից տրվում է կոմեդիայի ժանրի ֆիլմերը։ Լինում են տարբեր ժանրի ֆիլմեր ցուցադրվել են, բայց ակտիվությունը այդքան մեծ չի եղել։ Հանդիսատեսին հիմնականում հետաքրքրում է հայկական ֆիլմը, որովհետև երևի թե դա բացատրվում է նրանով, որ հայկական արտադրության ֆիլմերը ուշ են հայտնվում ինտերնետում, ուշ են ցուցադրվում հեռուստատեսությամբ։ Մոսկվա կինոթատրոնում պնդում են, որ եթե ֆիլմ արտադրողը ցանկանում է հաջողություն ունենալ, պետք է կատակերգական կինո արտադրի։ Վերջերս մենք հարցում ենք անցկացրել մեր հանդիսատեսի շրջանակներում, մեր ինչպես Facebook-յան էջի այցելուների հետ, այնպես էլ մեր կինոթատրոն այցելող հանդիսատեսի շրջանակներում, եւ պարզվել է, որ կինոթատրոնում ավելի շատ ցանկանում են դիտել կատակերգությունները, որը մենք հենց սպասում էինք, ճիշտ ասած, պատասխանը։ Կինոթատրոնի մենեջերը փաստում է, որքան էլ կարևոր են ֆիլմի ռեժիսորական եւ սցենարական աշխատանքները, ամենակարևորը դերասանական կազմն է։ Շատ ժամանակ հանդիսատեսը հաճախում է այնպիսի ֆիլմերին, որտեղ կան շատ հայտնի լավ դերասաններ, թեկուզ հենց սերիալներից նկարահանված դերասաններ, որոնք նրանք արդեն շատ լավ ծանոթ են իրենց, հայտնի է իրենց եւ գալիս են հենց կոնկրետ ոչ թե ֆիլմը դիտելու միգուցե, այլ նաեւ հենց դերասանին տեսնելու, թե ինչպես է խաղում տվյալ ֆիլմում։ Կես տարվա կյանք ունեցող Սինեմաստար կինոթատրոնը կինոդիտողին առաջարկում է տարբեր ժանրերի ֆիլմեր։ Ցուցադրել են հայկական ֆիլմեր, արդյունքից դժգոհ են։ Ունեցել ենք 5-6 ֆիլմ հայկական, որոնց արդյունքները մեր ընկերությանը չի գոհացրել։ Միակ ֆիլմը, որ ցուցադրվել է եւ ունեցել է բավականին շատ հանդիսատես, դա Քալդիո ֆիլմն է եղել։ Պահանջարկն է ծնում առաջարկ արտահայտությունը հայ կինոյին այնքան էլ չի վերաբերում։ Կինոարտադրողները որքան էլ զարկ են տվել կատակերգական կոմերցիոն ֆիլմերին, դրան զուգահեռ արտադրվում են նաև պատերազմի ու պատմական թեմաներով ֆիլմեր, որոնց հաջողության մասին դեռ ոչ ոք չի խոսում։ Ֆրազա լսեցի փառատոնային կինո։ Ես մի տեսակ սկսել եմ չհասկանալ այդ արտահայտությունը։ Ինչ է նշանակում, ես նկարում եմ փառատոնային կինո, այսինքն իմ կինոն հասուց չի ձեզ բոլորին, ես սա հատուկ մասսայի համար եմ նկարում։ Ես չեմ հասկանում, որ Հայաստանում սկսել են բոլորը ինչ-որ նկարել art house-ներ, բոլորը նկարել փառատոնային։ Միգուցե նկարեն կինո, որը մատչելի լինի, հասանելի լինի բոլորին, որը կբերի իր կոմերցիա։ Ես արդեն փառատոնային կինո բառը
Ես բանը նայել եմ ֆիլմերս վերջերս մեկ անունը չեմ ուզում տալ։ Ես չեմ հասկանում որ փառատոնին ենք պետք է մասնակցեն կամ այդ ֆիլմը հետո ինչ կոմերցիա պետք է ունենա։ Վերջ-վերջը չգիտեմ, կարող ենք մենք ինքնուրույն ստեղծել։ Ես ինքնուրույն եմ ստեղծում։ Հիմա ավարտում եմ ֆիլմը եւ դա փառատոնային չի։ Ես կհասկանամ դա ինչ եմ անելու։ Այդ որ կավարտեմ։ Իսկ մարդը վերցնում է սցենարը, ի սկզբանե խոսում է, չէ, ես փառատոնային կինո եմ նկարում։ Ես իմ համար մի քիչ անհասկանալի է, ես կուզենայի մի քիչ կինո նկարվել, որ լիներ կինո։ Լուկ Բեսոնի Լեոնը ես չեմ կարող ասեմ, ինքը կոմերցիա է, արվեստ է, փառատոնային է, թե ինչ է։ Նա կինո է, որը հասու է բոլորին։ Այս երկրների կողմնակից է, որ վերջը հասու կինո լինի։ Քո միջոցներով ես այդ ֆիլմը անում։ Գիտեք, ես կարծում եմ, որ այդ հասկացությունը, որ ասում եմ, ես պիտի նկարեմ փառատոնային կինո, ի սկզբանե այդ կինոն պարտված է, որովհետև ինքը ի սկզբանե գիտի, որ չեն ընդունելու իր ֆիլմը, դրա համար իրեն ոնց որ բան անում ստրախ։ Կարելի է ես փոքրիկ մի պատմական ակնարկ ուղղակի անեմ, այդպես որ փառատոնային ասում են, ուրեմն Ֆելինիի ֆիլմերը ունեցել են նաև շատ լուրջ կոմերցիոն հաջողություն, նրանք գումարներ են բերել, դրա համար այդ թանկ ֆիլմերը ուրիշ հետո թանկ ֆիլմեր նկարելու, այսինքն հնարավորություն է ունեցել։ Ավելին ասեմ, Տարկովսկու Հայելի ֆիլմը, որ այդպես էլի համարում են, դա ունեցել է այնքան հանդիսատես եւ այնքան եկամուտ է բերել, ուրիշ հարց, որ քանի որ այնքան էլ չէր խրախուսվում ստանդարտից դուրս մտածողությունը եւ կինո անելը, դա գաղտնի էին պահում։ Ասենք սովետի փլուզումից հետո մենք նոր իմացանք Իսկուսство կինո ժուրնալի էջերից, որ Տարկովսկու այդ ֆիլմը եւ այսպես ունեցել է կոմերցիոն հաջողություն, մեծ գումարներ է։ Սայաթնովանը չի ձախողվել համենայն դեպս։ Բացարձակ չի ձախողվել, մինչեւ հիմա են շարունակում այդ ֆիլմերը գումարներ բերել։ Մեկ օրինակ են բերում, որ օրինակ Սայաթնովան, այ տեսեք, ինքը հանդիսատես չհավաքեց։ Ես ասեմ էլի իմ օրինակ կարծիքը։ Դա մոլորություն է, որ հանդիսատես փառատոներում ֆիլմերի ներկայանալը, թե ինչ է տալիս օրինակի համար։ Ես ուղղակի ցիրկուլյացիան լսեցի, իմ փոքր այո, նա առաջինը արտադրողի համար, ֆիլմի արտադրողի համար, բացի նրանից, որ ինքը ներկայացնի անվանի մասնագետների գնահատականին, նա նաև իհարկե ներկայացնում է, որպեսզի իր ֆիլմը այնտեղ նկատվի, որպեսզի ֆիլմի ստեղծողները այնտեղ նկատվեն։ Ու եթե նրանք ստանում են ինչ-որ մի մրցանակ, իհարկե կարևոր մի արժեքավոր, դա արդեն նաև ինքը ավելի ջուրին ճանապարհը հարթում, πρակատում դեպի, ասենք, հանդիսատես դեպի, կամ էլ թե չէ այնտեղ հնարավորություն է ստացվում, որպեսզի համատեղ արտադրության կամ մյուսին։ Իսկ եթե ներողություն պետք է մասնակցեն ընդհանրապես օլիմպիական կարգախոսի նման, որ կարևորը մասնակցությունն է, հա, ու այնտեղ էլ ախր դրոշ չկա, հիմնակ չկա։ Ինձ հետաքրքիր ասում ես, դա վերաբերում է շատ երկրներին, բացի մեր երկրից։ Ինչու, բայց բացի մեր երկրներից։ Ինչու մեր մասնակցությունը դա արդեն նվաճում է։ Չէ, բացատրեմ։ Ես միշտ դա ասել եմ, հիմա էլ կասեմ, իմաստ չունի իհարկե, ասել եմ, որտեղ ասողին լսողա պետք, բայց ասեմ։ Բացի այն չնչին գումարներից, որ պետությունը տալիս է խաղարկային կինոյին եւ վավերագրական կինոյին, պետությունը գիտակցելով իր կարևորությունը պետք է անպայման ամեն տարի պատվիրի առանձին ֆիլմ, որը աջակցում է պետության քաղաքականությանը, որը մենք չենք անում ենք արդեն։ Դա ըստ ումա չեն կարող, այսինքն նոր Միացյալ Նահանգների օրինակը պատահական կարող ասել դա, որովհետև ինքը արդեն ռոպագանդա է դառնում։ Հենց արդեն միանգամից ինքը բացասական PR-ը սկսում։ Ես մի օրինակ բերեմ ձեզ, երբ որ Իրաքը պայքարում էր Իրանի հետ, կռիվ էր պայքարում էր որն է Սադամ Հուսեյնը, ողորմածիկ, ուրեմն հրավիրել էր լավագույն ռեժիսորներին դրսից, միլիոններ էր դրել եւ իրանք նկարում էին պատմական կինո, որը ապացուցում էր ճիշտ է սխալ է, ես չգիտեմ, որ Իրաքը ավելի ճիշտ է այս պատերազմում պատմական քան Իրանը։ Մենք 25 տարի է արդեն երևի մոտավորապես անցել է Ղարաբաղյան պատերազմից։ Պետությունը որևիցե մեկին կամ որևիցե ստուդիային ֆիլմ պատվիրել է, հատուկ պետք է պատվիրի, հատուկ գրողներ պետք է հրավիրվեն, ստեղծի Ղարաբաղյան պատերազմի մասին որևիցե բան։ Բայց ինձ թվում է դա պետք է լինի, ասենք 50%-ը պրոդյուսերական գործն է, 50%-ը պետական աջակցություն։ Պետական կարևորագույն թեմա է, ինքը չի կարող պրոդյուսերների կողմից լինի։ Պարոն Գևորգյան, այ օրինակ դուք Հայաստանի Հանրապետության կինեմատոգրաֆիստների նախագահ ու նաև մեր հայ կինոյի ակսակալ ու նաև բավականին ունեք նաև դուք հնարավորություն առաջի դեմքերի հետ հանդիպելու։ Օրինակ ինչու չեք դուք այդ ամբողջը ներկայացնում կամ ինչու չեք միասին մի ծրագիր, ասենք, մշակվում եւ ներկայացում պետությանը, որ այդ գումարը, որ ներողություն տալիս ես անվերադարձ, անհատույց տալիս ես,
Արեք ուրեմն մենք ստեղծենք այն իրավիճակը, օրենսդրական եւ դաշտը ստեղծենք, որ նաեւ կարողանանք իրենց մենք հիմնավորենք, որ ներողություն այդ ֆիլմը ստեղծման նաեւ արդյունքում կարող այդ ֆիլմից նաեւ եկամուտներ գա ու մտնի այն ֆոնդը, որտեղից որ այդ ֆիլմը սնվել է նաեւ, ու նաեւ պետական պատվերների հարցը նաեւ։ Այդ դա է հարկավոր անել վաղուց ու մենք չենք արել։ Բայց ուր արդյունք չկա ուրեմն։ Արդյունք չկա, այո։ Բայց ներողություն, այսինքն երևի չեք կարողանում լավ անեք ներողություն իհարկե, հա։ Բայց ինչ ասել արդյունք չկա։ Լավ, այդ դեպքում ես երբ որ դուք ֆիլմ եք արտադրում, Արտուր, փառատոնի համար եք արտադրում, թե ինչի համար եք այդ ֆիլմը արտադրում, ինչ ճանապարհով գնացիք եւ ինչ դժվարությունների հանդիպեցիք Հայաստանում։ Դժվարությունների հանդիպեցիք արդյոք թե ոչ։ Ընդհանրապես, ի սկզբանե ձեր ֆիլմն ինչի համար է։ Շատ ամերիկյան ֆիլմեր կան, որ հենց իրանք commercial success չեն կարողանում ունենան, հաջողություն չեն կարող ունենան, բայց փառատոներից հետո գնվում է ֆիլմը եւ կարողանում են արդեն վաճառել ֆիլմը ուրիշ երկրների վրա, հենց Ամերիկայի Միացյալ Նահանգներում էլ։ Բայց քանի որ մենք փողը վերցնում ենք ինվեստորներից եւ ինվեստորները սպասում են որևէ մի ժամանակա ընթացքում, որ իրանց փողը հետ ստանան տոկոսով, դու այդ ժամանակ արդեն դե իմ առաջի ֆիլմն է սա։ Սա իմ առաջի երկրամետրաժ ֆիլմն է։ Թե չէ Ամերիկայում գալիս է ու շատ լավ է։ Հիմա եթե մերը լինի, ասենք առաջինը կլինի, ու կուզենք ուրեմն լինի։ Բայց այդ մտադրությամբ պետք է դու արտադրես ֆիլմը։ Ու երբ որ քո ինվեստորներին դու խոստանում ես, որ ֆիլմը distribution-ը մի ձև է կատարվելու եւ այսքան փող է հետ գալու, դու պետք է այդ քո խոսքերի տերը լինես եւ անես այն, որ ինչ որ պետք է, որ այդ փողը հետ բերես, որովհետեւ երբ որ առաջինը չեղավ ու դու խոսումները չկատարեցիր, երկրորդի համար էլ փող տվող չկա։ Քո կարիերան արդեն կանգնում է այդ ժամանակ։ Այդ դեպքում մենք ասենք շանս ունենք, որ ինչի սկզբանը դնենք, այսինքն ինչի պետական փողերը հետ չգալու տրամաբանությամբ տրամադրենք հենց ի սկզբանը։ Չկա օրենսդրական դաշտ ընդամենը։ Բացի օրենսդրական դաշտը, պետությունը ըստ էության աջակցում պրոյեկտներին, որոնք հեռանկարային են, որոնք հնարավորություն կընձեռնեն երիտասարդներին ներգրավել, վաղվա փարաջանովներ, փելեշաններ ունենալու նպատակով, որոնք արվեստի գործեր պիտի ստեղծեն։ Դրա համար պետությունը ի սկզբանե չի գնում, որ ֆինանսավորենք այն բյուջեները, որոնք պիտի անպայման կոմերցիոն լինեն եւ հետ բերեն։ Այսինքն պետության նպատակը իր ծախսած գումարի հետ բերելը չի, պետության նպատակը կինոն զարգացնելը, կինոգործիչներ, արվեստը զարգացնելը։ Ես միգուցե սխալվում եմ, բայց որպես ես լավ կինոգետ չեմ եւ ընդհանրապես ինչով պետք է նորից անվերջ հոր չի դա։ Հոգեբանությամբ աշխատենք, այսինքն սկզբում թեկուզ եւ կոմերցիոն ֆիլմի ֆինանսավորելով բերենք այդ գումարները եւ հետո ավելի մեծ արվեստի մասին խոսենք։ Իսկ որտեղ այդ երաշխիքը, որ հիմա պիտի այդ ռեժիսորը կա ու պիտի հետ բերի այդ գումարները։ Հայաստանում կինոն կոմերցիա նոր մի քանի ֆիլմեր սկսել են, այն էլ ես չեմ համարում, որ դրանք շատ լավ ֆիլմեր են, որովհետեւ հանդիսատես են բերել կինոդարից։ Լավ չեմ, բայց ֆիլմերն աշխատեցին։ Շատ բան է, այստեղ գովազդը աշխատեց, դա շատ լավ էր։ Նույն Sharp Pictures-ի նկարահանած ֆիլմերը։ Այդ միակ ֆիլմերը Sharp-ի ստեղծած, որոնք ներդրած գումարը հետ են բերել։ Ես էլ ուրիշ ֆիլմ, ես ուզում եմ մի հատ հարց տամ, Գևորգ ջան։ Որևիցե ֆիլմ մեր արտադրված, ուզում են լինի վավերագրական, ուզում են լինի խաղարկային 10 տարվա ընթացքում որևիցե երկիր առել, հա։ Ներողություն, բայց ինչու հատկապես մեզ մոտ է դա այդպես, որ ինքը դրված փողը ներողություն պետության, ինքը հետդարձի ճանապարհ չունի։ Չունի։ Մեխանիզմ չունի։ Չէ, մենք շատ եզակի օրինակ ենք, անկեղծ եմ ասում, ոչ մի երկրում այդ բանը գոյություն չունի։ Գիտեք որն է, մենք խոսում ենք հայերեն կինոն, հայերեն լեզուն ունի քիչ հանդիսատես։ Իսկ միջազգային շուկա քեզ ոչ ոք չի թողի, որ դու մտնես։ Այ գնում ենք ներողություն, համատեղ արտադրության դեպքում Կանոն որևէ ֆիլմ, կանոն որևէ ֆիլմ գնացել է թե ոչ, վաճառվել է հայկական։ Ոչ ոք չի թողի, որ հայկական կինոն մտնի եվրոպական շուկա, չի լինելու։ Պարոն Գևորգյան, ձեզ լսելով ուրեմն համակերպենք այն մտքերը, որ ընդհանրապես մենք զարգացման միտում չունենք աչքում, չէ, ներողություն, բայց այդքան տարվա գումարը երբ որ տրվում է պետության կողմից, շատ ներող, այսինքն թող տա յոլլա գնանք։ Այո, չէ, ավելի շատ։ Դրա համար կինո մշակույթը շատ տալու համար նա պետք է արդեն նրան ներողություն, նրան պետությանը պետք է ներկայացվի, որպեսզի նա ինքը ներողություն, պարոն Գևորգյան, որպեսզի պետությունը ինքը արդեն կինոին դիտարկի նաև
նորից եմ ասում, արտադրություն եւ եկամուտ բերող դա ճյուղ պետք է։ Պետությունը չպետք է հետ բերի փողը։ Պրոդյուսերական սիստեմը, պրոդյուսերներն են ֆիլմի տերը, պետք է իրենք հետ բերեն։ Իրենք պետք է մշակեն այն պայմանը, ում են վաճառելու, ոնց են վաճառելու, որտեղ են ցուցադրելու։ Ուրեմն ներողություն, պետությունը ինքը արդեն պետք է տեսնի իր փողը ուր է ուղղում, որտեղ է ուղղում։ Ինքը նաեւ միտում հետ գալու թե ոչ։ Պետության խնդիրը դա է, որ ինքը նկատի, դիտարկի, միտում կա այդ գումարը հետ գալու։ Այդ պրոդյուսերը պետք է նկատի, ոչ թե պետությունը։ Պետությունը ընդհանրապես կուր տա է լավ է։ Չէ, գիտես ինչ գումար է տալի պետությունը չպետք է նայեն դեպքում։ Եթե մտածում եք պետությունից փողը վերցնելն է դժվար, խաղարկային, դոկումենտալ ոնց ոչ։ Գիտեք ինչ ներողություն, հիմա ասեմ ես էս պարոնը Գևորգյան, եթե նույնիսկ 1 միլիոնը տալիս է, արեք մենք վերջ տանք այդ քանակությունը ապահովելու մրցավազքին, եթե անկեղծ եմ ասում կոմունիստների ժամանակ էր, ինչ որ քանակի հնգամյակ բան, բայց հետո գոնե կոմունիստները հասկացան, որակի այդ չափի քանակության ֆիլմեր ներողություն, խառնում են, որովհետև այդ գումարը ինքը ռացիոնալ չի օգտագործվում։ Ներողություն, մի բանա 1 միլիոնը տալիս ես 20-30 ֆիլմը, մի բանա որ 1 միլիոնը տաս 1 միլիոնը եւ դեբյուտա, եւ մուլտիպլիկացիա, եւ դոկումենտալա, եւ գեղարվեստի, այդ բոլորն է 1 միլիոն։ Եվ շատ կարևոր մի բան եմ ուզում ասել, շատ ներողություն եմ խնդրում, երևի շատ խոսեցի, բայց մեր ընկերը շատ ճիշտ ասեց, որ ասում են փառատոնային ֆիլմ ենք նկարում եւ շատ-շատերը հիմնականում ինչ որ մի բան փառատոնային ստանում են ու դրոշակի պես ասում են ես փառատոնում ստացեմ։ Դուք հիմա պատկերացրեք միայն Հայաստանում 6 փառատոն կա, աշխարհում քանի փառատոն կա, Ռուսաստանի ամեն գյուղը փառատոն ունի։ Այսինքն այդ փառատոնային որևէ մրցանակ կամ դիպլոմը չպիտի բնորոշի այդ ֆիլմը լավ, որովհետև այնքան փառատոններ կան, որ իրենք խնդրում են, որ դու ֆիլմ ուղարկես, որ իրենք ցույց տան, որ ֆիլմ է, իրենց մոտ ֆիլմ է եկել եւ մի հատ էլ մրցանակ տան։ Այսինքն այսօր ցանկացած փառատոնի տված դիպլոմով կամ մրցանակով չի կարելի բնութագրել ֆիլմը եւ դրանով ասել, որ մենք մրցանակներ ստացել ենք։ Իդեպ միջազգային փորձի մասին, մենք միջազգային մեր տեսանյութով փորձել ենք անդրադառնալ համաշխարհային այն հարուստ կինոինդուստրիա ունեցող երկրների փորձին, թե ինչ սկզբունքով են առաջնորդվում եւ որ կինոն է գնահատվում։ Կինոն ամենասքանչելի խուլիգանությունն է այս աշխարհում։ Ֆրանսիացի նշանավոր ռեժիսոր Ժան-Լյուկ Գոդարը կինոն այսպես է գնահատում. Առաջին կինոն ցուցադրվել է հենց Ֆրանսիայում, որտեղ էլ տեղի է ունենում աշխարհի գլխավոր կինոփառատոններից մեկը՝ Կանի փառատոնը։ Ի տարբերություն այլ երկրների, ֆրանսիական կինեմատոգրաֆիան երբեք անկում չի ապրել։ Ըստ համաշխարհային գնահատականի ֆրանսիական կինոն մրցակցությունից դուրս է, որում կա եւ ռոմանտիզմ, եւ կոպիտ նատուրալիզմ, եւ կատակերգություն։ Ամերիկյան կինոարտադրությունն ամենազարգացածն ու հզորն է ամբողջ աշխարհում։ Աշխարհի ամենանշանավոր կինոմրցանակներն էլ հենց ամերիկյան են՝ Օսկարը եւ Ոսկե գլոբուսը։ Չնայած ԱՄՆ-ն աշխարհի ամենահայտնի կինոարտադրողն է, բայց կոմիքսների հիման վրա նկարահանված ամերիկյան կինոյի մակարդակը չի գերազանցում ճապոնական կոմիքսների մակարդակին։ Այսօր աշխարհում կինոդիտողները հիմնականում նախապատվություն են տալիս տեխնիկապես հագեցած եւ անիմացիոն ֆիլմարտադրությանը։ Օսկար մրցանակապաշխությանը մրցանակների են արժանանում հիմնականում կոմերցիոն հաջողություններ ունեցած ֆիլմերը, որոնց ժանրը հստակ է, իսկ Կանի փառատոնում ցուցադրվելու եւ մրցանակ ստանալու հնարավորություն ունի ցանկացած ֆիլմ։ Անկախ տեխնիկական լուծումներից ու բյուջեից, ֆիլմը կարող է նկարահանված լինել նույնիսկ հեռախոսով։ Իդեպ խոսք գնաց պրոդյուսերական գործի մասին, ֆինանսական միջոցների մասին, մենք այստեղ հյուր ունենք Ժամանակ ֆիլմի հեղինակներն են, այստեղ պրոդյուսերը եւ ռեժիսորը, որոնք 0 դրամով են ֆիլմ նկարում եւ ռոմանտիկ այսպես մղումներով, խնդրեմ ներկայացրեք։ Ղարեն Վարդանյան, Ժամանակ ֆիլմի գլխավոր օպերատոր եւ պրոդյուսեր, երբ որ որոշեցինք նկարանել ֆիլմ 0 դրամով, դա իմ ընկերոջ գաղափարն էր Անդրանիկի, որը ֆիլմի ռեժիսորն է համարվում, ռեժիսորն է։ Սկզբնական շրջանում մենք որոշեցինք ընկերներով անել ամեն մեկս այն, ինչ որ կարողանում է, ու զգացինք, որ կարող ենք ստանալ ինչ որ ֆիլմանման, չեմ ուզում ասել, մենք ֆիլմ ենք նկարել պրոֆեսիոնալ բարձր մակարդակի, ուղղակի ֆիլմանման ինչ որ արտադրանք ունենալ, որը կծառայի ինչ որ մեկին օգնելու բարեգործության նպատակով։ Ֆիլմի հիմքում ընկած էր, որ չծախսել ոչ մի գումար,
մեր ռեսուրսներով ինչ որ ունենք, սակայն ֆիլմից եկած եկամուտը ինչ որ գումար կհայթայթվի, եթե ֆիլմից ուղղել բարեգործությանը։ Ֆիլմը մենք սկզբնական շրջանում չենք մտածում, որ կունենա ինչ-որ մեծ արձագանք, սակայն այսօր այդ ինչ-որ մենք տեսնում ենք, բավականին մեծ է ու շատ է ուրախացնում մեզ այդ փաստը։ Որ փուլում է արդեն ֆիլմը։ Ֆիլմը նկարումներն ավարտվել են, գտնվում է մոնտաժային փուլում։ Որպես պրոդյուսեր արդյոք իրատեսական եք համարում, որ կարելի է գումար չծախսել, բայց գումար աշխատել այդ ֆիլմով։ Այսօր, երբ որ ավարտվեց հիմա ֆիլմի նկարումները, կարող եմ ասել, որ այո, հնարավոր է ֆիլմի վրա գումար չծախսել եւ աշխատել դեռ չեմ կարող ասել հնարավոր է թե ոչ, բայց ըստ նախնական կանխատեսումի ինձ թվում է հնարավոր է։ Ես կուզեի նաեւ ռեժիսորին հարցնել, արդյոք հնարավոր է առանց ֆինանսական միջոցների որակյալ աշխատանք ստանալ։ Բարև ձեզ, Անդրանիկ Տոնյան։ Այո, եթե Հայաստանում ենք, այո, որովհետեւ Հայաստանում հիմնականում ընկած է ծանոթի հետևից այդ կարգախոսը, հա, ես ունեմ ծանոթ, ես կարող եմ փող չծախսել եւ բերել նկարահանման տաղավար 13 հատ ավտոմեքենա կամ այսպիսի հանգամանք կա Հայաստանում ընկած ինչ որ մի բան կա, կինոստուդիաներն ասեմ, կինոստուդիաների հետ բավականին ժամանակ մենք սցենար ենք գրել, ներկայացրել ենք տարբեր կինոստուդիաներ ու արձագանք չենք ստացել ոչ մի տիպի ու տենց մտածեցինք, որ բարեգործական ինչ-որ մի ֆիլմ նկարահանել ու մեզ մոտ ստացվեց այդ ամեն ինչը, հիմա մոնտաժային փուլում է։ Դիմել եք կինոկենտրոնի, կինեմատոգրաֆիստների միության աջակցություն ստանալու համար։ Ոչ, որովհետև արդեն ոնց ասեմ, հիասթափված էինք մնացել ամեն ինչից։ Դրախտային իրավիճակ է ստեղծում կարծես թե Հայաստանում ֆինանսավորվում են ընդ որում անհատույց այնպիսի ֆիլմեր, որոնք որ արվեստի գործեր կարող են դառնալ։ Սա ձեզ պետք է եւ ինչու՞ չեք օգտվում այդ բարիքից, ես ուզում եմ հասկանալ, հարգելի կինոարտադրողներ։ Քիչ առաջ օգտվում են, 90% արտադրող ֆիլմերի բոլորն էլ ունեն այդ աջակցությունը, ով չունի։ Չէ, այ օրինակ ես չեմ դիմել աջակցություն, ես չեմ դիմել, չեմ օգտվում, չէ, գիտեք ոնց է, ես հասկանում եմ մի քիչ այլ տեսակով կինո, թող ինձ շատերն ներեն, կինոն իմ համար, բացի արվեստից նաև բիզնես է։ Ես հասկանում եմ այս կարգավիճակում եւ ես երբ որ իմ աշխատում եմ ֆիլմի վրա, ես ուզում եմ ստեղծել այնպիսի ֆիլմ, որ ինքը լինի մրցունակ, որ ինքը ունենա հնարավորություն հետ բերի որոշ գումարներ։ Կինոն աջակցելու համար մենք չենք ասում սա կոմերցիոնալ չենք աջակցի։ Մենք ասում ենք սա լավ գործ է, անկախ դա կոմերցիոն հետագա ճանաչակարգի ունենա թե չէ, աջակցություն մեն երիտասարդներին լավ պրոյեկտներ։ Գնացեք մեկ հարց կարելի է, պարոն Գևորգյան, իսկ եթե ամբողջական պատրաստի ֆիլմը, անհատը պատրաստել է ֆիլմը, ու բերի ձեզ մոտ այդ դեպքում հնարավոր է ինչ-որ համատեղ իրար հետ պատրաստի ֆիլմը այսինքն կինոկենտրոնը միայն անհատույց տալիս է կինո առնող չէ դա պրակատներին կարող են դիմել տարածման ինքը չի մասնակցում եթե պատրաստի պրակատը ոչ չունի եթե ներողություն ուրիշ երկրները Ռուսաստանն ունի հետ կինոկենտրոնը կապ պետք է ունենա պարոն Գևորգյան վերջին հաշվով ոնց եթե ֆիլմի ի սկզբանե ինքը իր իսխոդնից ինքը կապ ունի իրավունք չունի ասում ներողությունով ասում Ես քեզ որ ասեցի սխալ ես, հենց այդ եմ ասում, որ դուք պատկերացնում եք, որ բանը կինոն, եթե կինոկենտրոնը աջակցել է, ինքը աջակցել է պրոյեկտին, մնացած Դրա համար պարոն Գևորգյան, դրա համար մեզ հարկավոր է ունենալ հիմնադրամ, ներողություն, մեզ հարկավոր է ունենալ կինո Պետք է շնորհակալություն ասել, որ պետությունը աջակցում է։ Շնորհակալություն ենք եւ բնականաբար մեր երջանիկ իրավիճակի համար թող մի հատ գնի։ Պարոն Գևորգյան, եթե մարդը ներդրում է անում, անհատույց ներդրում, ես մի կարևոր բան եմ ուզում ասել։ Ես չեմ տեսել ձեր ֆիլմը, կարծիք չեմ կարող հայտնել։ Ուղղակի խոսքը հետեւյալի մասին է։ Երբ որ նույնիսկ կոմերցիոն ֆիլմ են նկարում, հրաշալի կլինի, երբ այդ ֆիլմի վրա աշխատող մարդիկ ստեղծողները լինեն պրոֆեսիոնալ, ունենան ճաշակ եւ հարգեն հանդիսատեսին։ Նրան ներեցեք չդնեն այսպես տգետ հիմարի տեղ, որին կարելի է ամեն ինչ հրամցնել։ Սա առաջինը։ Երկրորդը, մեր կինոյի մեծագույն խնդրեմը երկու ուրեմն հանդիսատեսի եւ կինոյի միջև ընդհատված այդպես պորտալար կապի այդ երկու էպոխաների կտրված լինելն է։ Մի կողմից մենք չգիտենք մեր կինոժառանգությունը, ես չեմ ասում որ բոլոր ֆիլմերը, բայց չէ որ եղել են բավական արժեքավոր ֆիլմեր, այդ մի 10 ֆիլմը, որ անընդհատ ալիքներով պտտվում են, այդքանը չի հայկական կինոն։ Եվ նույնիսկ մեզ մոտ սովորող ուսանողները, ես Երևանի թատրոնի կինոինստիտուտում եմ դասավանդում, իրենց մեծ մասը հայկական կինոն չգիտի, սովորում են ռեժիսորական կուրսում եւ ասենք Դմիտրի Կեսայանցի Մարդ Օլիմպոսից ֆիլմը կուլտուրա ալիքով էր ցուցադրվել, ես այնտեղից եմ ուրեմն տեսագրել, որպեսզի իմ ուսանողներին ցույց տամ եւ իրենք զարմացան, որ այդպիսի հայկական ֆիլմ է եղել եւ պետք էր լսել թե ռուս կինոգետը ինչպես էր ներկայացնում 74 թվականին նկարված այդ ֆիլմը այսօր։
Սա մեկ, երկրորդը, այսինքն անցյալի ժառանգության հետ չունենք կապ եւ չգիտենք նաեւ այսօրվա հանդիսատեսը չի տեսնում նաեւ այսօր նկարված կինոն։ 1-2 ցուցադրություն, պրեմիերա կամ Ոսկե Ծիրանի շրջանակներում դա հրաշալի է, որ այդտեղ կա, փառքասը որ գոնե դա կա, բայց այդքանով սահմանափակվում է եւ դա է մեծ խնդրեմ։ Որովհետեւ ինքը չունի ֆիլմի տերը, մասնավոր տերը չունի, որպեսզի ֆիլմի մասնավոր տերը որը բացի ներողություն, այո, շահագրգռվածություն, բացի աջակցություն ստանալը պետությունից, ինքը նաև պարտադիր իհարկե պրոդյուսերը իր գրպանի փողերը դնի անձնական, այլ նաև կողմից հայթայթած գումարներ, ինչ որտեղ նաև վարկով, ներողություն, այդ դրա արկայության ժամանակ արդեն ինքը պետությունը, պրոդյուսերը գիտի, որ իր ապրանքը, կինոն ինքը ֆիլմը ապրանք է վերջնաշրջանում։ Իր ապրանքը ինքը կարողանա ներողություն հասցնի սպառողին։ Այն ով որ չունի, ուրեմն ինքը հնարավոր լինի հետ բել գումարներ չունի, ուրեմն սենց տերը։ Եթե տերը մասնավոր լինի, ինքը նույնիսկ ի սկզբանե արդեն գդողա յուրաքանչյուր այդ ծախսված գումարի համար։ Արթուր, տեսնելով այս հրաշալի իրավիճակը կինեմատոգրաֆիայի Հայաստանում, ինչ որ մեթոդներով ստեղծել եք ֆիլմ, ինչ որ մեթոդներով գումարներ եք հայթայթել եւ ստեղծել եք Հարսնացուն Վեգասից ֆիլմը։ Հիմա կուզենայիք գալ եւ Հայաստանում գործունեություն ծավալել, թե այնուամենայնիվ մնաք ձեր մոդելին։ Եթե դուք մտածում եք, ասենք, պետությունից է դժվար փողը վերցնելը, պատկերացրեք, որ անհատից վերցնեք 28 տարեկան առաջի ֆիլմը նկարանում ու ոչ մի անգամ այդ ինքը ֆիլմ չի նկարահանել։ Այս մոդելը աշխատող մոդել է, այն ինչ գործում է Հայաստանում։ Ճիշտ ասած, ես չեմ հասկանում մոդելը ոնց է գործում Հայաստանում։ Ուզում եմ հասկանամ, բայց մի քիչ ոնց է դժվար է, բայց եթե կմնաս մեր ապուրը կուտես, այն ժամանակ կհասկանաս։ Սենց մի բան կարող եմ առաջարկել, որ բոլորս աշխատենք հենց մի կետով, մի ուղղությամբ աշխատենք, որովհետև երբ որ կինո փառատոն է գնում ֆիլմը կամ ուզում ասենց commercial success ունենա, հաջողություն ունենա, կարևորը որ շատ մարդիկ աշխատեն նույն ֆիլմի վրա։ Ու կողքից ոչ մի մարդ այդ ֆիլմին վնաս չտա ու սխալ բան կամ բացասական բան չասի այդ ֆիլմի մասին։ Մենք ինձ թվում է մեր բառապաշարն է մի քիչ տարբեր։ Մենք ասում ենք, ասենք կինոդիտողի դատին ենք մենք տալի։ Ես մտածում դու դիտողի վայելելու համար է ֆիլմը, ոչ թե դատի համար, այլ վայելելու համար է։ Դու պետք է գաս ոչ թե նստես կինոֆիլմը դատես, այլ պետք է վայելես։ Քեզ լավ զգաս։ Բայց Շուշանի Գալստյանին պրեմիերային հրավիրի թող դատի։ Կինոդարիչը գնալուց հետո պետք է լավ զգաս։ Դրա համար մենք ասենք բերում ենք ֆիլմը Ամերիկայի Միացյալ Նահանգներից, շատ մեծ ջանքեր ենք ծախսել, նկարել ենք ֆիլմը, բերել ենք Հայաստան, հրավիրում ենք բոլորին, որ գան մեր ֆիլմը դիտեն, ոչ թե դատեն, այլ դիտեն։ Ինձ թվում է պետք է մեր բառապաշարը փոխենք ավելի շատ դրական բաներ ասենք, որ կարողանանք դրական պատասխան հետ սպասենք։ Իմ լավ բարեկամներ, իմ լավ գործընկերներ։ Դուք ինքներդ համոզված են, որ նաև վաղուց գիտեք, որ անհրաժեշտությունը կա արմատական բարեփոխումների մեր կինո ոլորտի։ Եթե դուք ասեք, չէ, չկա այդ անհրաժեշտությունը բարեփոխումների մեր կինո ոլորտում։ Կոնկրետ ասա։ Ինչը կոնկրետ։ Հիմա ես դնեմ այդ ամբողջը ասեմ, կոնկրետ այն է, որ այս իրավիճակ, ներողություն, այս իրավիճակը ձեզ ձեռք է տալիս։ Դուք գտնում եք, որ սա է ինչ որ մենք ունակ ենք հասնելու դա, անելու դա։ Ես ճիշտ ասած ֆիլմեր են նկարահանվում լավ էլ։ Չէ, ներողություն, ժամանակը եւ ռեսուրսները, արդյոք այն չափի Ռեսուրս է։ Լավ, պարոն Գևորգյան, մեկ հարց ուղղակի եզրափակիչ հարց որպես սա ընդունեք, դուք ասացիք, որ հայկական ֆիլմը երբևէ հաջողություն չի ունենա եվրոպական շուկայում կամ այլ շուկայում եւ չենել թույլ տա որ գնա։ Դուք այսպեսի նախադասություն եք ասել մեր հաղորդման ընթացքում։ Ինչու՞, որովհետեւ եթե նույն շարմի ֆիլմերը որ վերցնենք, որ ասացիք, որ միակ կոմերցիոն ֆիլմերն են, որոնք իրենց գումարները աշխատել են, այնուամենայնիվ հաջողություն են բերել, ունեն նաեւ միջազգային էլեմենտ, այսինքն համագործակցություն այլ երկրների հետ եւ այդ երկրները նույնպես ընդունվեցին։ Միգուցե դա փոխենք, Այսինքն հիմա նույն Արտուրը եկել է։ Մենք էլ ենք այդ ասում։ Բարեփոխումները նաև դա է, քաղաքականությունը մշակելն է դա։ Մոտենալն է։ Դե որ համաձայն եք արեք անենք ուրեմն։ Ստրատեգիական խնդիրը իրական։ Այո, ռազմավարության խնդիրը, որ պետությունը վերջին հաշվով հիմա այս կինո ոլորտին ինչ տեսական նայում, լավ։ Եթե ինքը այս չափ կինո սիրող արվեստասեր է, որ կարող այդքան տարեկան ամեն տարի 600 միլիոնի չափով գումարներ ծախսի, եւ իհարկե այս տեսակ միայն արդյունքի համար, կներեք, ես արդյունքը գնահատում եմ, բայց այս արդյունքով դեռևս ես չեմ բանանում ոգևորվում։ Ես աննվաճում չեմ համարում։ Ես համարում եմ այն, որ գոնե թե կինոն փառք Աստծո կա, աշխուժություն կա,
բայց շատ կներեք, մենք ունենք էլ ավելի լավ հնարավորություն։ Ես այո, համաձայն եմ, որ շատ ֆիլմեր կան, որոնք ծանոթ չեն մեր հանդիսատեսին, խոսքը հայկական հին կինոյի մասին է, բայց այնուամենայնիվ կան կինոներ, որոնց ես նույնիսկ կարող եմ կոմերցիոն համարել։ Մենք ենք մեր սայերը առ այսօր աշխատում են իրենց գումարները, առ այսօր հեռուստատեսությունները վճարում են գումարներ այդ ֆիլմը ցուցադրելու համար։ 0199 լավագույն հայկական կոմերցիոն ֆիլմերից մեկն է առ այսօր, այսինքն մենք ունեցել ենք, կարելի ասել, կոմերցիոն ֆիլմի ավանդույթներ եւ կոմերցիոն բառը որտեղ համատեղված է եղել։ Բայց պետք է ձեզ մի փոքր հիասթափեցնեմ, ուրեմն մենք ենք մեր սարերը, որ փայլուն ֆիլմ է, կոմերցիոն հաջողություն պրակատում վարձույթում չի ունեցել, ինչպես ավագ սերնդից եմ տեղեկացել, ուրեմն տապալված է եղել վարձույթում եւ այդ ֆիլմը մեր ժողովուրդը ցավոք սիրեց ու գնահատեց այն բանից հետո, երբ պարբերաբար սկսեցին հեռուստատեսությամբ ցույց տալ։ Այսինքն եկեք ուրեմն հեռուստատեսության դերը նաեւ կարեւորենք հայկական կինոյի ռոպագանդման հարցում, թե անցյալի ժառանգության եւ թե ներկայի։ Ու ազատ ունենք ու չսահմանափակենք մեր կինոգործիչների ազատությունը, կհանդիպենք։ Փող տարվեց, տոկոսով փող տալը մասնավոր սուբյեկտների կողմից քրեական դաշտ բերել։ Առաջի ամսին, երբ որ տալիս են, 10% էլ միջնորդավճար են վերցնում։ 60-70 հազար դոլար իրանք աճեցրել, սարքել են մոտ $200,000։